Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար այս պահին քաղաքական խոչընդոտից բացի այլ արգելք չկա, կարծում է Ստամբուլի Քադիր Has համալսարանի նախկին ռեկտոր միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը։ Armenpress-ի հետ զրույցում նա նշել է, այդ խոչընդոտը կապված է ադրբեջանական ներկադիրքորոշման հետ։ Պրոֆեսորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ շարժվել առանց Ադրբեջանի համաձայնության։ Միջազգայնագետը շեշտել է, չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին եւ դիվանագիտական շրջանակների միջև շփումներին, այդուհանդերձ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի ստորագրումը Անկարայի համար դեռևս պայման է մնում։ Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում։ Պեկինը նախատեսում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում, կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում։ Հայտնել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մինչենը թուրքական պարբերականին տված հարցազրույցում։ Չենը Հայաստանը ներկայացրել է որպես աշխարհի խաչմերուկ, նաև նշել, որ Պեկինը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում եւ որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը 49 միլիոն դրամ կհատկացվի։ Այս գումարը նախատեսվում է ուղղել Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն։ Դրա շրջանակում այդ երկրի քաղաքացիներին մթերք եւ դեղորայք կտրամադրվի նրանց սոցիալ-տնտեսական առաջնային կարիքների համար։ Հայաստանը Սիրիա օգնություն էր ուղարկել նաեւ մարտի 21-ին, բեռները տեղափոխվել էին հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետով։ Ամենայն հայոց կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարները արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու մտադրության մասին, վերջին հրաժեշտը տալու կաթոլիկ քահանայապետին։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին։ Իր գտակի համաձայն Հռոմի Պապը կհուղարկավորվի պարզեցված կարգով։ Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդիևը։ Մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով պայթել էր պահեստում պահվող զինամթերքը։ Նախնական տեղեկություններով հրդեհի պատճառը պայթուցիկ նյութերով աշխատելիս անվտանգության պահանջների խախտումն է։ Զոհվել է 4 մարդ, հարակից բնակավայրերի բնակիչներին տարհանել են։ Հնդկաստանի հյուսիսային Ջամու եւ Քաշմիրի նահանգում ահաբեկչության հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, 17 վիրավոր կա։ Այս թիվը սակայն պաշտոնապես դեռևս չի հաստատվել։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Զինյալները Պահալգամ քաղաքում կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնք հիմնականում հնդիկներ են։ Սա վերջին տարիների ամենախոշոր հարձակումն է խաղաղ բնակչության վրա։ Հնդկաստանն ու Պակիստանը վերահսկում են Քաշմիրի որոշակի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները 1989 թվականից ի վեր պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանակնած Ստիվ Վիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, ակնկալվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը շեշտել է, բանակցությունները շարունակվում են, դրանք ճիշտ ուղղությամբ են շարժվում։ Ապրիլի 11-ին Վիտկոֆը Պուտինին հանդիպել էր Սանկտ Պետերբուրգում։